Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Եվ այսպես օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված Արցախի հարցով հետաքննության հարթակի 3-րդ նիստում զեկույց է ներկայացրել Հայդատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, մասնավորապես անդրադառնալով քննության առարկա հարցերի իրավական և պատմական հիմքերին։ Հանձնախմբի զեկույցը հիմնված է եղել տարբեր փուլերում իրականացված Արցախի էթնիկ զտման օրինաչափությունների վրա։ Քննարկման ժամանակ Հայդատի հանձնախումբը կոչ է արել ավելացնել աջակցությունը Արցախից բռնի տեղահանված բնակչությանը, ճանաչել Ադրբեջանի ռազմական հարձակումն ու էթնիկ զտումը Արցախում, կիրառել թիրախային պատժամիջոցներ դրանց հեղինակների նկատմամբ, կասեցնել Ադրբեջանի հետագա հավակնությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ այլն։ Անդրադարձ է եղել նաեւ Ցեղասպանության կոնվենցիայի կիրառելիության եւ միջազգային իրավունքի նախադեպերին, որոնք ճանաչում են մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կարող է հանդիսանալ ցեղասպանական մտադրության ապացույց։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Կառավարության փոխանցմամբ նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Քննարկմանը անդրադարձ է կատարվել Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում սոցիալական ցանցերում երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։ Մոսկվան Բաքվի ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի քաղաքացիներին շուտապույտ ազատ արձակելու և հայրենիք վերադարձնելու կարևորության վրա։ Հայտարարել է Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը կապված Ազալի ավիաաղետի հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի խոստումների հետ։ Ինչ վերաբերում է Բայրամովի մեղադրանքներին, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է բոլոր պայմանավորվածությունների շուրջ, ինչի մասին պարբերաբար տեղեկացնում է ադրբեջանցի գործընկերներին։ Զախարովան ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հետ կա փոխըմբռնում, որ այս թեմայով բարձր մակարդակի երկկողմ շփումները մոտ ժամանակներս կշարունակվեն։ Հայաստանի քաղաքացիների համար պարզեցվել է եկամուտների հայտարարագրման գործընթացը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը։ Նրա խոսքով, եթե նախկինում մինչև 300,000 դրամ անձնական փոխանցումները քաղաքացիները կարող էին չհայտարարագրել, ապա նոր որոշմամբ այդ շեմը բարձրացվել է, սահմանվել է 1 միլիոն դրամը։ Ալեքսանյանը պարզաբանել է, որ խոսքը միանվագ ստացած գումարի մասին է, ոչ թե տարեկան հանրագումարի։ Բացի այդ, հայտարարագրման ենթակա չէ ֆիզիկական անձերի միջև մինչև 1 միլիոն դրամ արժողությամբ գույքի վաճառքը։ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է Մազդայի վարորդը խցանման ժամանակ մայրաքաղաքի մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց գոտի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Ոստիկանությունից են հայտնում եւ հավելում, որ Երևանի գնդի պարեկները Մազդան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Այսքան այս ժամին կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին։